հրեա ժողովուրդը ուներ երկու թագավոր։ Նրանցից մեկը Հոսափատը սիրում եւ հնազանդվում էր Աստծուն, իսկ Աքաբը ոչ։ Մի անգամ Աքաբը այցելեց Հոսափատին եւ ասաց. «Ես ուզում եմ գրավել թշնամու քաղաքը, դու ինձ կօգնես»։ «Քեզ պատասխանելուց առաջ ես պիտի իմանամ Աստծու կամքը», ասաց Հոսափատը։ Դրանից հետո Աքաբը կանչեց իր մարգարեներին։ Նրանք 100 հոգի էին։ Աքաբը հարցրեց նրանց. «Պատերազմենք թշնամու քաղաքի հետ, թե ոչ»։ Մարգարեները գիտեին, թե ինչ էր ուզում իրենցից լսել Աքաբը, եւ նրանք չէին ուզում, որ թագավորը նեղանար։ Դրա համար էլ ճշմարտությունը թաքցրին նրանից։ Նրանք ասացին. «Դու կարող ես պատերազմել, Աստված հաղթանակ կտա եւ քաղաքը քոնը կլինի»։ Բայց Հոսափատը չէր վստահում այս մարգարեներին։ Նա հարցրեց. «Կա ձեր մեջ Աստծո մարգարե, ես կուզենայի լսել նրա խոսքը»։ «Միքիասը Աստծո մարգարեն է», պատասխանեց Աքաբը, սակայն նա երբեք չի ասում այն, ինչ պետք է։ «Լավ, ես ուզում եմ լսել նրան», խնդրեց Հոսափատը։ Նա ուզում էր իմանալ, թե ինչ կասեր Աստծո ազնիվ մարգարեն։ Աքաբը հրամայեց կանչել Միքիասին։ Միքիաս մարգարեն իր խոսքը սկսեց հետևյալ բառերով. «Ես պետք է ասեմ ճշմարտությունը, որովհետև այդպես է ուզում Աստված»։ Հետո նա դիմեց երկու թագավորներին. «Դուք կարող եք գնալ եւ հարձակվել թշնամու քաղաքի վրա, բայց դու, Աքաբ, կսպանվես։ Քո մարգարեները ձեզ խաբել են»։ Աքաբ թագավորը խիստ զայրացավ։ Նա Միքիասին բանտ նետեց։ Շատ չանցած Աքաբը հարձակվեց թշնամու քաղաքի վրա եւ սպանվեց։ Ամեն բան եղավ այնպես, ինչպես ասել էր Միքիասը։